Վախերի մասին ճիշտ ասած չեմ մտածել, որովհետև երբ որ ես ուզում եի այստեղ աշխատել, դրա մասին ամուսնուս հետ խոսեցի։ Ամուսինս դեմ չէր, ինձ ասեց, փաստորեն քո իրավաբանական այդ կրթությունը ինչ-որ միտեղ արդեն կօգտագործես։ Ամեն դեպքում կհասկանաս ավելի լավ մարդուն, հա, ինքը ոգևորել ավելի շատ։ Միայն մի ընկերուհիս ասեց, որ վայ, ոնց ես գնում այդտեղ աշխատանքի, դու պատկերացնում ես ինչ միջավայր ես գնում։ Ես Նաիրա Հարոյանն եմ, աշխատում եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկի ՍԻԱՊ բաժնի գլխավոր հոգեբան։ Այստեղ 7 ամիս է, որ աշխատում եմ, մինչև դա աշխատել եմ Աշխարհի բժիշկներ ֆրանսիական կազմակերպությունում, Սանտե Արմենիա կազմակերպությունում էլի ֆրանսիական, այգ հոգեբանական կենտրոնում եւ նաեւ հանդիսանում եմ Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի քարտուղարը։ Աշխատանքը շատ հետաքրքիր է, որովհետև ամեն դեպքում ոնց որ նոր բաներ են բացահայտում։ Ազատությունից զրկված մարդիկ, հա, ու ազատության մեջ գտնվողների հետ հոգեբանական թերապիան տարբերություն է տալիս։ Ես իրենց չեմ վերաբերվում որպես դատապարտվածներ կամ կալանավորներ, ես իրենց վերաբերվում եմ որպես այցելուներ։ Ոնց որ հոգեվերլուծության մեջ ասում են պացիենտներ, ու աշխատանքը շատ հաջող է ստացվում։ Իրենք այո դիմում են ջոկատի պետերին կամ իրենց տեղամասի աշխատողներին, իրենք կապ են պահում ինձ հետ ու ես իրենց ընդունում եմ։ Բայց հետաքրքիր մի բան էլ եղավ, որ երբ որ սկսեցի խմբային աշխատանքներ կատարել դատապարտյալների, կալանավորների հետ եւ սեմինարներ, ամեն անգամ հանդիպումից հետո լինում էին 4-5 հոգի, որ մոտենում էին եւ ցանկանում էին անհատական ընդունելություն հոգեբանական աշխատանք։ Ու դա շատ մեծ արդյունք էր, որովհետև ես իրենց բացատրում էի, որ հոգեբանական աշխատանքին գտևելու է 45 րոպե, որի ընթացքում պահպանվելու է գաղտնիությունը։ Շատերը կային, որ թեր հավատությամբ էին դրան վերաբերվում։ Ես բացատրեցի հոգեբանի աշխատանքի ինչումն է կայանում։ Եվ ով է հոգեբանը, ով է հոգեբուժը, որտեղ իրենք շատ անգամ խառնում էին դա։ Եղել է դեպք, որ ասում են, դե ես հոգիս չեմ, ոչ մի բան չունեմ, ես նորմալ եմ մոտ ամեն ինչ։ Ասում եմ, լավ, եկեք հասկանանք, ինչ է հոգեբանական խնդիրը։ Հա, ասում եմ, ինչը։ Ասում ունեք ունեք վախեր, տագնապներ, անքնություն, հա, վախ ունեմ։ Այսպես մի տեսակ սիրտը սկսում արագ աշխատել, երբ որ sense բան եմ հիշում, ու ինքը սկսում է հասկանալ, որն է իր մոտ հոգեբանական խնդիրը։ Վստահությունը շահելը, գիտեք ոնց է ստացվում, ինքնաբերաբար է ստացվում։ Ուղղակի փորձում եմ ազնիվ զրուցել մարդու հետ, լսել, կարևորը իրեն լսելն է, որովհետև իրենք շատ կարիք ունեն խոսելու մեկի հետ, որ իրենց ընդունակ է լսելու։ Նույնիսկ այսպեսի մի դեպք եղավ, երբ որ ես դատապարտյալի հետ աշխատում էի, 2 ամիս հետո ասեց, ես հիմա կարամ ձեզ վստահեմ ու ավելի ուրիշ բաներ պատմեմ։ Իրանք շատ հարգալից են վերաբերվում ու փորձում են դուքով խոսել, զգացվում է, որ մի քիչ դժվար է ստացվում իրանց մոտ, դա պայտակ դուքը խառնում են իրար, բայց ամեն դեպքում շատ հարգալից են վերաբերվում։ Շփումների մեջ ճիշտ ասած անվտանգության խնդիր չեմ զգացել ոչ մի անգամ, տագնապային զգացողություններ չի եղել։ Ես կասեի տալիս է զգոնություն ինչ որտեղ, որտեղ ամեն դեպքում իրանք գիտակցում են հակառակ սեռը ներկայացուցիչ որպես ավելի հավաքվածություն, ավելի սթափ են լինում։ Եվ դատապարտյալները, եւ աշխատողները։ Ես մի դեպք հիշեցի, ինքը հիմա դատարանից իրեն ազատվել է ու ինքը 10 տարի գտնվում էր կալանքի մեջ։ Ու ինչն էր հետաքրքիր, որ աշխատանքի ընթացքում ինքը մեթադոնային բուժում էր ստանում, ավարտեց մեթադոնային բուժումը, բայց նաև շատ մեծ ցանկություն էր իր մոտ առաջացել վերադառնալու ընտանիք։ Ինքը ուզում էր վերադառնալ ընտանիք, բայց չգիտեր իր ընտանիքում ոնց է պահելու։ Դե ամեն դեպքում 10 տարի ինքը այստեղ է եղել։ Հա տղաներ ուներ, դեռահասության տարիքում էին գտնվում։ Ու աշխատանքը տարվեց, որ նաև ոնց որ ուսուցողական էլ եղավ, որ ինչպես պահի ինքը իր ընտանիքում տղա երեխաների հետ, ինչ խնդիրների առաջ կարող է ինքը կանգնել եւ ինչպես կարող է հաղթահարել այդ ամեն ինչը։ Ուներ վախեր, որ
վախերը նույնպես հաղթահարեց, ամեն դեպքում աշխատանքը դրական ստացվեց։ Ինքը պատրաստված էր արդեն ընտանիք վերադառնալու եւ ընտանիքի հետ շարունակելու ապրել։ Գիտեք, ես միշտ մտածել եմ, որ մարդիկ այդպեսին չեն ծնվում։ Իրանք այդպեսին ընթացքում են դառնում։ Ու միշտ հարց առաջանում մոտ ինչն է պատճառը եղել, որ իրենք դիմել են այդ ամեն ինչին։ Ու աշխատանքի ընթացքում իրենք են փորձում դրա մասին խոսել։ Ու հավատացեք, այդ ամեն ինչի տակ թաքնված է լինում եւ տագնապ, եւ ստրեսային իրավիճակ, եւ մանկության տարիքում տեղի ունեցած իրենց ապրումները, թե ընտանիքում իրավիճակը, ամեն ինչը։ Իրենք, որ գտնվում են անազատության մեջ, իրենց համար դա արդեն տագնապային ստրեսային իրավիճակ է, իսկ ցանկացած ստրեսային իրավիճակում մարդկանց մոտ արժեքների վերաարժեքավորում է լինում, ու մի փոքրիկ օրինակ վերեմ աշխատանքից էլի դատապարտյալի հետ, երիտասարդ է 32 տարեկան, ու հետաքրքիր մի միտք ասեց, որ գիտեք, ասեց, երբ որ ես ազատության մեջ էի, շատ բաներ ես չէի հասկանում ու չէի գնահատում։ Ու շատ ծխում էի, ոչ մի անգամ ասում եմ եկեղեցի չէի գնում։ Միայն որ մաման էր ասում, զատիկի ժամանակ էի գնում, բայց արդեն 6 տարի ասեց, այստեղ դատապարտված եմ ու ես հասկացա, որ իմ առողջությունը ավելի կարևոր է։ Ու հասկացա, որ Աստված պետք է իմ կողքին լինի։ Ինքը գնահատեց իր առողջությունը, որ բացարձակ այլևս չի ծխում, եւ իր մեջ հասկացավ Աստծո արժեքը։